Ազգային ժողովի падգամավոր մեր քաղաքը դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը վերջապես հանգուցալուծեց ինտրիգը։ Նա Facebook-յան էջում հայտնել է, որ պատրաստվում է ընդդիմությանն անհրաժեշտ քվեները տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ, առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ առանց պայմանավորվածության։ Շարունակելու եմ անել ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չունենա, նշել է Գրիգորյանը, շեշտելով, կայացրել է իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդ ու ծանր որոշումը, որի մասին շատ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ եկել դրան։ Հավելենք, որ Մարտուն Գրիգորյանից էր կախված Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ, թե նոր ընտրությունների կգնան, քանի որ ոչ մի թեկնածու բավարար քվեներ չէր հավաքել քաղաքի կառավարումը ստանձնելու համար։ Վարդան Ղուկասյանին մինչ այս աջակցություն էին հայտնել նաև Գյումրիի արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը, հաղթահարած Մայր Հայաստան դաշինքն ու Իմ հզոր համայնք կուսակցությունը։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով Պարուժ Հովհաննիսյանը նշանակվելու է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, նստավայրը Նյու Յորք։ Հովհաննիսյանին փոխարինող փոխնախարար ըստ մեր տեղեկությունների այս փուլում չի նշանակվի, պարտականությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի գործող տեղակալներից մեկը։ Պարուժ Հովհաննիսյանն արտգործնախարարությունում համակարգում էր Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ համագործակցության ոլորտը։ Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերից։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Ուզբեկստանում ընթացող Եվրամիության ու Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում նա հավելել է, որ Սևծով հասնելու համար կարևոր է նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը։ 3 տասնամյակ փակ Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ, հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ, քննարկվել են սահմանազատման գործընթացն ու տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար առկա հնարավորությունները։ Մի քանի շաբաթից պարզ կդառնա պատրաստ է Ռուսաստանը վերջ տալ պատերազմին, թե ոչ, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա հավելել է, ուկրաինացիները ցույց են տվել հրադադարի իրենց պատրաստակամությունը։ Ըստ Ռուբիոյի, հետաձգման մարտավարությունը Վաշինգտոնին չի հետաքրքրի, Դոնալդ Թրամփը չի մասնակցի անվերջ բանակցությունների։ Նա նաև ակնարկել է, որ եթե Պուտինը հետաքրքրված է խաղաղությամբ, պետք է դադարեցնի կրակը։ Միաժամանակ ԱՄՆ կոնգրեսն արդեն սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր օրինագծի ուղղությամբ եւ Վաշինգտոնն ուղերձ կուղարկի Մոսկվային։ Կիևում մեկնարկել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումները Ուկրաինայում օտարերկրյա զորակազմ տեղակայելու վերաբերյալ։ Հանդիպումն անցկացվում է ռազմական շտաբների պետերի մակարդակով։ Նախատեսված է նաեւ նրանց հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ուկրաինայի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կլինի առնվազն 200,000 խաղաղապահ։